Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցել եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ջուլիետտա Ազարյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես Տիկին Ազարյան խախտվեց լռությունը Մարտուն Գրիգորյանի, հայտարարեց նա, որ կտա այնքան քվե, որը անհրաժեշտ է, որպեսզի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, միևնույն ժամանակ հայտարարեց, որ իրենք չեն կրելու պատասխանատվություն, որովհետև կոալիցիայի մեջ չեն մտնելու նրա քաղաքական ուժի հետ։ Ոնց եք գնահատում այս ամենը եւ ձեր գնահատականով արդյոք Գյումրու քաղաքական իրավիճակը հանգուցալուծվում է, թե ընդհակառակը խաղը դեռ նոր է սկսվում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տեսեք, Մարտուն Գրիգորյանի հայտարարությունից սկսենք եկեք։ Հայտարարության մեջ մի քանի կտոր կային, հետաքրքիր կտորներ, որոնց ես կուզենամ անդրադառնալ։ Նախ առաջին կտորը, որով Մարտուն Գրիգորյանը ներողություն է խնդրում այն գյումրեցիներից, որոնք իրենց վստահության քվեն տվեցին Մարտուն Գրիգորյանին։ Եվ երբ այստեղ մենք պիտի այս process-ից հետո տուժող ճանաչենք, առաջին հերթին այդ շահառուն վստահաբար ես կարող եմ ասել, որ տուժող շահառուն ովքեր են այն գյումրեցիները, որոնք վստահության քվե տվեցին Մարտուն Գրիգորյանին։ Ինչու, որովհետև եկեք հասկանանք, վստահություն ստացել է մի թեկնածու, այլընտրանք համարել է ոչ թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուին, ոչ թե մեկ այլ կուսակցության ներկայացուցիչ, օրինակ Վարդան Ղուկասյանին, այլ իր թեկնածուն, իր քվեով, իր տրամաբանությամբ եւ իր որոշմամբ եղել է Մարտուն Գրիգորյանը եւ այստեղ կարծում եմ ազնիվ չէ այս երկխոսության մեջ մտնել քաղաքացիների հետ, հա գյումրեցիների հետ եւ չեմ կարծում թե այս համատեքստում ներողությունը որևէ բան է փոխում դրական իմաստով։ Երկրորդ կտորը, տեսեք, երեք հանրայինի եթերում, հա, մեծ բանավեճի ընթացքում Մարտուն Գրիգորյանի այսպես ասած դաշինքի X կուսակցության ներկայացուցիչներից մեկը, նախագահ, եթե չեմ սխալվում, հետաքրքիր ուշագրավ մի բան ասաց, ինչ էր ասում նա, ասում էր, դե ինչ կապ ունի տեքստում ինչ է գրել, ինչ կապ ունի ինչ է ասել, դուք գնացեք հղում տալով, հա, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ասում էր գնացեք Մարտունին ընտրեք, օրինակ Մարտուն Գրիգորյանին ընտրեք։ Սա եւս ազնիվ չէ որ դիտանկյունից, քանի որ եթե նման հավակնություն ուներ թեկնածուն կամ ցանկություն ուներ ստանձնել քաղաքապետի պաշտոնը, այդ դեպքում տեքստում ինչու էր նշում, որ իր ձայները կտա Վարդան Ղուկասյանին։ Կարող է շատ վերացական նշել, որ պատրաստ է որևէ ընդդիմադիր ուժի տալ իր ձայները, բայց տեքստում հստակ արտացոլվում է անունազգանուն, այսինքն պատրաստականություն, որովհետև դա պարզ տրամաբանությամբ է բացատրվում, թեկնածուները բոլոր, ովքեր անցողիկ շեմը հաղթահարել են, իրենց ձայները տալիս են, որպեսզի ամենից շատ ընդդիմադիր սեկտորում ամենից շատ ձայներ հավաքածը դառնան քաղաքապետ, այսինքն նույնիսկ եթե Մարտուն Գրիգորյանը այն երկու թեկնածուներից որևէ մեկին տար, որևէ կերպ, որևէ մեկը քաղաքապետ չէր դառնալու, այստեղ որտեղ եք դուք տեսնում։ Շատ լավ, եկեք այս կտորին եւս անդրադառնանք։ Տեսեք, Մարտուն Գրիգորյանի տեքստի մեկ այլ դրվագ, տեքստում տեղ գտած մեկ այլ դրվագ, ընդ որում տեքստը, որը 4-5 անգամ խմբագրվեց, հետո նոր հրապարակվելուց հետո եւս խմբագրվեց, հա, հանրությանը այսքան տագնապի սպասումի մեջ պահելուց հետո այնուամենայնիվ տեքստը հրապարակվեց մի քանի անգամ խմբագրելով եւ տեսեք տեքստում նաեւ մի կտոր կա, որում մեղադրում է անուղղակիորեն Մարտուն Գրիգորյանը այն ընդդիմադիր ուժի ներկայացուցիչներին, այս դեպքում թեկնածուներին, քաղաքապետի թեկնածուներին, ովքեր շտապեցին եւ հայտարարեցին այն մասին, որ միանում են, այո, այստեղ անուղղակիորեն մեղադրանք է հնչում, այսինքն տողատակում մեղադրանք է հնչում եւ մի բան եւս ուզում եմ արձանագրենք, որ մինչ այս պահը, որքան հայ այսպես մամուլում տեղ գտածա տարբեր թեկնածուների հարցազրույցներ, Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան, մեկ այլ թեկնածուներ, մինչ այս պահը այս ընդդիմադիր 4-5 ուժերը չեն նստել սեղանի շուրջ եւ ընդհանուր, այսինքն բանակցություն, որևէ վերջնական կոնսենսուս չեն ձևավորել։ Այսինքն այստեղ Մարտուն Գրիգորյանը մեղադրանք է հնչեցնում երկու թեկնածուներին, ովքեր շտապեցին եւ թողեցին բեռը իր ուսերին, եւ գիտեք, ասելով, որ այս դեպքում արդեն Մարտուն Գրիգորյանը, տեսեք, տեքստում նշում է, որ ես
անձնական շահը վերջեմ դասում գերակաշահից, հանրային շահից, գյումրեցու շահից, բայց դա նույն բանն է, որ ցեխաջերի մեջ մտնես եւ փորձես չկեղտոտվել եւ մաքուր մնալ եւ ընդ որում մի կարեւոր կտոր եւս կա այս տեքստի մեջ, երբ նշում է Մարտուն Գրիգորյանը, որ իր ձայները կտա այն ձայները, որոնք հարկավոր են որպեսզի քաղաքապետ ընտրվի, բայց պատասխանատվություն չի կրում։ Բայց դա ինչ է ենթադրում եւ արդյոք դա հնարավոր է թե չէ։ Ես իհարկե սա կազուս է, եթե մեկ բառով բնութագրենք, ընդհանուր այս process-ը մենք ունենք առաջիկայում ամսի 16, որտեղ շատ փոփոխություններ կարող են։ Այո, կարող են։ Այսինքն դուք ինչ եք ենթադրում։ Եթե կողմերը չեն նստել մի սեղանի շուրջ, եթե չեն կնքել որևէ հուշագիր, չունեն կոալիցիոն որևէ համաձայնություն, դա թույլ է տալիս ձեզ ենթադրելու, որ ավականու առաջիկա նիստում հնարավոր է այլ սցենարներ լինեն։ Տեսեք, առավել եւս երեկվա հարցազրույց Առավել եւս երեկվա բանավեճը, հա, մեծ բանավեճը, որը ես սկզբից մինչև վերջ դիտեցի, ամեն դեպքում եկեք հասկանանք, մենք նույնականացնում ենք X կուսակցության ներկայացուցչին Մարտուն Գրիգորյանի հետ, չէ՞, իդենտիֆիկացնում ենք այդ անձանց, որովհետև նա այդ դաշինքի մի մաս է կազմում եւ նա երբ հայտարարում է ուղիղ եթերում, որ դե գնացեք ընտրեք Մարտուն Գրիգորյանին, ես կարծում եմ, որ որևէ համաձայնություն կամ այդ այսպես ասած մեսիջը հնչեցնելու ազդակ է ստացել կանաչ լույս, սա իմ ենթադրությունն է։ Հնարավոր է նման սցենար, որ եթե Մարտուն Գրիգորյանը եւս առաջադրվի որպես քաղաքապետի տեխնացու, քաղաքացիական պայմանագիրը, որը ունի անհրաժեշտ մանդատները, ավականու կարող է իր ձայնը տալ Մարտուն Գրիգորյանին, թե դուք բացառում եք այս սցենարը, որն առաջարկել է Մարտուն Գրիգորյանի հետ դաշինք կազմած քաղաքական ուժի ղեկավարը։ Այս պահին մենք նմանատիպ որևէ քննարկում չունենք, առնվազն կուսակցության շրջանակում մենք չունենք որևէ քննարկում, բայց ելի եմ ասում, որևէ տեխնացու կաշկանդված չէ այդ օրը, ամսի 16-ին իր տեխնացությունը առաջադրել եւ գիտեք, ազնիվ եւ արդար չէ նաեւ այն տեսակետը, երբ երեք հնչեցնում էր նույն ներկայացուցիչը, որ բոլորը թող առաջադրեն իրենց տեխնացությունը բացի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, իսկ ինչու։ Բայց դուք պատրաստվում եք առաջադրել։ Էլի եմ ուզում ընդգծել նման խոսակցություն, նման մտադրության մասին առնվազն վերջին իմ ունեցած տեղեկատվության համաձայն չունենք։ Հիմա ձեր կարծիքով ի վերջո այս քաղաքական ինտրիգը Գյումրիում կլուծվի առաջիկա ավականու նիստում, թե դրանից հետո խնդիրները կավելանան կամ դա կշարունակվի։ Տեսեք, վերլուծելով ընդհանուր առմամբ այս տեխնացուների մասնավորապես Վարդան Ղուկասյանի դիրքավորումը, ես տպավորություն ունեմ, որ նախկին տարիներին քաղաքը կառավարող քաղաքապետը, կառավարած քաղաքապետը իր ամպուլայի մեջ է մնացել եւ դուրս չի եկել այդ ամպուլայից եւ նույն տրամաբանությամբ, տեսեք, ելի եմ ուզում ես նշել, մենք չունենք սևով սպիտակի վրա որևէ հուշագիր, որևէ ամրագրված մի կետ, որով Վարդան Ղուկասյանը կարող է այսպես վստահ դիրքավորվել եւ արդեն տեսախցիկների առաջ նա զբաղված է պաշտոնների արք ու վաճառքով։ Նա արդեն որոշում է, որ պորտֆելը ում է վստահելու, որ դիրքում ում է պատկերացնում եւ այստեղ մի կարեւոր բան եւս ուզում եմ արձանագրել, երբ Վարդան Ղուկասյանը բոլորովին վերջերս ընտրություններից առաջ նշեց նորից տեսախցիկների առաջ, լրատվամիջոցների աչքի առաջ նշեց, որ տեխնացուն, ով կդառնա քաղաքապետ, այս դեպքում դիտարկում էր իհարկե իրեն, նշեց, որ քաղաքապետի առաջին տեղակալը պիտի լինի, այսպես ասած, հա մեջբերեմ իր խոսքը, իր մարդը պիտի լինի։ Ինչու՞, դա եւս մեկնաբանեց, նշելով, որ ենթադրում է, որ քաղաքապետ դառնալուց հետո հնարավոր է ձերբակալեն իրեն եւ ուզում է, որ այդ պաշտոնը, այսինքն այդ աթոռը չլողա իր տեղում, ստատիկ մնա եւ այսպես ասած իր մարդը հետագա կառավարումը ստանձնի քաղաքի։ Սա ինչի մասին է խոսում, սա ցուցիչ է այն բանի, որ քաղաքապետը կրկին անուղղակիորեն հայտարարում է եւ չի հրաժարվում, որ իր այս քաղաքական դաշտ մտնելը անսպասելիորեն եւ այս ակտիվ գործունեությունը պայմանավորված է միայն իր պայմանական, հա, ապօրինի գույքի փրկության շարժման ներքո եւ
Շատ հաճախ ես գիտեք մեկնաբանություններն եմ անընդհատ կարդում, հետևում եւ իմ անձնական էջում ուղված իմ գրառումների ներքո եւ լրատվամիջոցների գրառումների ներքո մեկնաբանություններն եմ ես կարդում, մեծ մասը մեկնաբանությունների, գիտեք, ուղված է նրան, որ այդ տեխնացուն ինչու էր ազատության մեջ, որ կարողացավ վերարտադրվել, մի բան էլ դառնալ քաղաքապետի տեխնացու։ Եվ տեսեք, այս դեպքում երբ Վարդան Ղուկասյանը ինքը անձամբ նշեց, որ ելի եմ ուզում մեջբերել իր խոսքը, տեսախցիկների առաջ նշեց, որ հանգիստ քնած էր, իր համար ապրում էր, մենք իր ունեցվածքի հետևից ենք ընկել, մենք ասելով նկատի ուներ իշխող ուժին, այդ իսկ պատճառով նա մտավ քաղաքական դաշնորից, որպեսզի փրկի իր ունեցվածքը։ Այդ բոլոր դրվագները հրապարակվել են, մամուլում տարածվել են, եւ այստեղ ես կարող եմ մի կարևոր արձանագրում անել, որ դատարան է ուղարկվել Վարդան Ղուկասյանի ապօրինի գույքի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, այդ ամբողջ ինֆորմացիան 2024 թվականի օգոստոսի 16-ին։ Եվ սա եւս մի բանի ցուցիչ է, որ Վարդան Ղուկասյանի, այսպես ասած, քաղաքական դաշտում կրկին ակտիվանալը բնավ հնարավոր չէ կապել առաջին կտորի հետ, որովհետև թվերը հստակ արտացոլվում են, թե երբ է սկսվել այդ process-ը, դատախազությունը երբ է միջնորդություն ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ եւ դատարան երբ են փոխանցվել այս գործերը։ Դե տեսեք, դուք ոնց հասկացա ձեր խոսքից կողմ չեք այն մեղադրանքներին, որ նողվում է իշխանության հասցեին, մասնավորապես այն, որ դուք 7 տարի արդեն կառավարում եք երկիրը, պարբերաբար խոսում եք այն մասին, որ երկրում եղել են կոռուպցիոներներ, եղել են թալանչիներ, հիմա էլ Գյումրի օրինակով պարբերաբար ասում եք, որ այնտեղ կրիմինալն է հաղթել, թալանչիներն են եկել, քաղաքական դաշտ եւ այլն, մեղադրանք կա առայն, որ նաև դուք եք մեղավոր որպես իշխանություն, որ չեք կարողացել այնպես անել, որ թալանը այնքան որքան որի մասին որ դուք խոսում եք, հետ վերադարձնեիք, կրիմինալն ու այդ ձեր ասած խնդրահարույց մարդիկ չլինեին քաղաքական դաշտում եւ այսօրվա պատկերը չլիներ։ Արդյոք ձեր մեղքի բաժինը սրանում չկա։ Այս խաչմերուկում, երբ մենք դատական համակարգի, հայ իրավական դատական համակարգի եւ խոսում ենք իշխող ուժի, այս դեպքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասին եւ որևէ խաչմերուկում այստեղ բախումը մի փոքր իրարամերժ է թվում։ Դուք եք դատական համակարգի բարեփոխումները առաջ քաշել։ Տեսեք, ուրեմն լավ բարեփոխումներ առաջ չեք բերել։ Ապօրինի գույքի բռնագանձման, այսինքն այս գաղափարը ես վստահաբար կարող եմ ասել, որ ծառայում է իր նպատակին։ Քաղաքացիական պայմանագրի դեմ պայքարող ընդդիմությունը Գյումրիում նախընտրական ժամանակահատվածում հայտարարում էր, որ իրենք գնում են իշխանազրկման։ Բնականաբար սա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էր, բայց այս անգամ այն շատ քաղաքականացված էր եւ քաղաքական ընդդիմադիր քաղաքական ուժերի հիմնական խոսույթը գեներացվում էր այն բանի վրա, որ մենք գալիս ենք, որպեսզի իշխանությանը քաղաքացիական պայմանագրին թույլ չտանք, որպեսզի Գյումրիում ստանա քաղաքի կառավարումը, որը արդեն մուլտիպլիկատիվ էֆեկտով պետք է տարածենք համապետական ընտրությունների վրա եւ մենք կարողանանք առհասարակ ազատվել քաղաքացիական պայմանագրի իշխանությունից։ Արդյոք ընդդիմադիրները կկարողանան արդեն 26 թվականին Գյումրի իրավիճակը պրոյեկտել արդեն համապետական ընտրությունների վրա։ Նախ եկեք արձանագրենք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ կուսակցության որևէ ներկայացուցիչ երբեք էլ չի եղել իշխանություն։ Ըստ էության քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, երբ ես շատ հաճախ եմ լսում, հատկապես վերջին օրերին, երբ ասում են իշխանազրկեցինք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Գյումրիում։ Հուշագրի ներքո կառավարում է ստանձնել Բալասանյան դաշինքի հետ համատեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 1 տարուց ավել մոտ 2 տարի, դա չի ենթադրում իշխանություն Գյումրի քաղաքում եւ ես անպայմանորեն ուզում եմ նաև նշել, որ ինչ տակտիկա որդեգրեցին այդ ընդդիմադիր ուժերը, որոնց մասին քիչ առաջ հիշատակեցիք, հասկանալով, որ արդեն այն բոլոր քաղաքական դեմքերին, նախկին Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, այդ մարդկանց դեմքով քաղաքական process-ների հայտ ներկայացնել եւ մասնակցել, որի հաղթանակի, այսինքն
ցուցանիշը գրեթե 0-ի է հավասար, հասկացան, որ կարելի է որդեգրել մեկ այլ տակտիկա, ամեն մի տեխնացու 1, 2, 3 տեխնացուներ էր առաջադրում տարբեր դիրքավորումներով, տարբեր կուսակցությունների դաշինքների ներքո, գիտեք, սա նմանվում են մի խոսք կա, չէ, կպավ հիմա, նմանվում է դրան եւ ըստ էության այդ մարդիկ չեն երևում, իրենց փոխարեն երևում են այլ մարդիկ, նոր դեմքեր, մեծ հաշվով։ Բայց ամբողջ քարոզարշավի ընթացքում քաղաքացիական պայմանագիրը ուներ հնարավորություն եւ արեց նաև դա, բացատրեց, որ ըստ իրենց այս մարդիկ, ովքեր ներկայացված են 3-4 դաշինքով կամ քաղաքական ուժով, իրենք ներկայացնում են նախկին այս կամ այն նախագահի ճամբարը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորները, ներկայացուցիչները, ավագանու անդամները, ովքեր ընդգրկված էին նախընտրական ցուցակում, ուղիղ տեքստերով հայտարարում էին, որ եթե օրինակ, ընտրեք դուք Մարտուն Գրիգորյանի, դա հավասար է նրա, որ ընտրում եք Վարդան Ղուկասյանին եւ մեկ այլ օրինակով եւ ինչ տեղի ունեցավ։ Օրեր անց նույն Մարտուն Գրիգորյանը տեխնացուներից մեկը նշեց, որ բացահայտել է մի պլան, ըստ որի մենք սևացնում ենք իրեն, իր գործունեությունը, իր նախընտրական քարոզարշավը, որպեսզի ձայների մի մասը ստանա Վարդան Ղուկասյանը, կամ չստանա, կամ ստանա ինքը։ Բայց իմ հարցը ձեզ է վերաբերում։ Գուցե նույն ձեր բացատրածով, որ Քոչարյանի շրջանակից այս մարդիկ են, Սերժ Սարգսյանի շրջանակից այս մարդիկ են, դուք Գյումրեցուն չեք կարողացել համոզել կամ այդ հարցում, կամ կարողացել եք համոզել Գյումրեցուն, որ նրանք նախկինների շրջանակներից են, բայց մարդիկ նախընտրել են ձեզ ձայն չտալ, որովհետև միգուցե հիասթափված են եւ ձայնը տալ էլի նախկիններին պայմանական ասված։ Տեսեք, նախընտրել են այնքանով եւ կարողացել են համոզել այնքանով եւ մենք մոռանում ենք թվերի մասին։ Ըստ էության քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները եւ նաեւ անլուրջ է ասել, որ ընդդիմությունը հաղթել է։ Մի քանի օր, 4-5 օր մարդկանց այդ սպասումի մեջ պահելուց հետո նոր ի վերջո կա որ մի հայտարարություն, ընդ որում ընդհանրապես Facebook-յան մի հայտարարություն, ըստ որի մոտավոր պիտի մենք կարծիք ձևավորենք հիմա կա կոնսենսուս թե չկա, ինչ վերաբերում է ձեր առաջին հարցադրմանը, երբ մենք հրապարակային արդեն ուղիղ տեքստով խոսում ենք այն մասին, որ եթե ընտրեք Մարտուն Գրիգորյանին, վստահաբար ձեր ձայնը գնալու է Վարդան Ղուկասյանին, Մարտուն Գրիգորյանը հրապարակային հերքեց այս խոսույթը շատ իմպերատիվ կերպով եւ ինչ տեղի ունեցավ այն, որ նա իր ձայները պատրաստակամ է, այն ձայները, որոնք ստացել է գյումրեցիների որոշ զանգվածից, տալու է Վարդան Ղուկասյանին։ Հիմա նրանց պնդումը, թե սրանով իրենք հասնելու են նաև ընդհանուր իշխանազրկման ձեր, արդյոք հնարավոր է։ Այն թվերը, որոնք ստացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ ընդ որում ես ուզում եմ շնորհակալություն հայտնել գյումրեցիներին, որովհետև որքան էլ առնվազն ինձ համար անսպասելի էր մասնակցության այսպիսի թիվը, կարելի ասել կրկնապատկվել է մասնակիցների թիվը նախորդ ընտրություններին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 7000 եւ մի փոքր ավել ձայներ, այս անգամ 17000 եւ ավել ձայն։ Սա եւս ցույց է այն բանի, որ այն աշխատանքները, որոնք մենք այս տարիների ընթացքում գեներացրել ենք Գյումրի քաղաքում, կառավարության աջակցության ներքո, սուբսիդիաների ներքո, սուբսիդիաների շնորհիվ, սուբսիդիաների շնորհիվ, կարծում եմ, որ այս ձայները խոսուն են։ Այսինքն կարող ենք ասել ձեր դիտանկյունից, որ քաղաքացիական պայմանագիրը թեև Գյումրիում չի ստանձնել քաղաքի կառավարումը միանձնյա, այդուամենայնիվ հնարավոր չէ ասել, որ ԿՊ-ն պարտվել է, որովհետև ստացել է ավելի շատ, քան նախորդ ընտրությունների ժամանակ, ինչպես դուք եք ասում։ Սա կարող ենք որակել իբրև ԿՊ-ի ոչ թե պարտություն, ոչ հաղթանակ, ոչ պարտություն։ Շատ լավ ձևակերպում էր, ոչ հաղթանակ, ոչ պարտություն, որովհետև այս թվերը մտածելու մեծ դաշտ են ստեղծում, մտածելու մեծ դաշտ են բացում իշխող ուժի համար, հետևություններ անելու
որտեղ ենք թերացել, որտեղ ավելի շատ անելիք ունենք, ոլորտների առումով եւս, որովհետեւ հսկայածավալ աշխատանքներ են կատարել, ելի եմ ասում, իշխանության աջակցության, հա, կառավարության աջակցության ներքո հսկայական աշխատանքներ են կատարվել եւ դրանք գետնի վրա գոյություն ունեն եւ մենք միայն այսօր չենք խոսում թե ինչ պիտի անենք, սա շատ կարեւոր արձանագրում է։ Ես սկզբնական փուլում եւս ասում էի, մենք գնում ենք Գյումրի, որպեսզի քաղաքացիներին խնդրենք մեզ ընտրեն, որպեսզի մենք աշխատանք կատարենք, այլ ընտրեն մեզ, որպեսզի մեզ տան մանդատ շարունակենք այն, ինչ սկսել ենք այս ընթացքում, շարունակական դարձնելու հնարավորության մասին էր խոսքը եւ հետագա մեր դիրքավորումը եւս իհարկե ինչ որ չափով բարթացնելու է աշխատանքը, եթե էլի եմ ասում, այնինչ հայտարարել է Մարտուն Գրիգորյանը կրկին գետնի վրա դառնա իրականություն, իհարկե այստեղ արդեն ով կդառնա քաղաքապետ, իրենից եւս կախված է, թե նա ինչպես կոմունիկացիա կստեղծի կառավարության հետ, հա, որովհետեւ ուզի թե չուզի, դե ասած կտամ դատի, եթե չհատկացնեն Գյումրիին անհրաժեշտ գումարները, որը որ պատկանում է քաղաքին, բայց եթե ամեն ինչ լինի լավ, պատրաստ է սուբորդինացիան պահել եւ ընդունել կառավարության ներկայացուցչին հարկ եղած դեպքում։ Գիտեք, այս առումով իհարկե հնարավորինս պոլիտկոռեկտ եմ ուզում ես լինել եւ այս ընթացքում որքան հասցրել եմ լսել այդ տեխնացոին Վարդան Ղուկասյանին, շատ իրարամերժ եւ հակասական են իր կողմից հնչեցրած մտքերը եւ ի վերջո ինչ որ միտեղ անլրջության հատիկ կա իր խոսույթում եւ երևի թե պիտի ասեմ կապրենք կտեսնենք ոչ ավել բան չեմ կարող ասել այս դեպքում, որովհետեւ էլի եմ ասում այն բոլոր դրվագները, որոնք ես հիմա հիշում եմ, ինչ տարբեր լրատվամիջոցներին ինչ էր հայտարարում, հետո կես ժամ հետո մեկ այլ լրատվականի լրիվ մեկ այլ բաներ հայտարարում, կարծում եմ պիտի ապրենք եւ տեսնենք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Զրուցակիցս ազգային ժողովի պատգամավոր Ջուլիետա Ազարյանն էր։ Կհանդիպենք։